ուսեր առավոտից։ Սուրճ ուսեր առավոտից։ Սուրճ ուսեր առավոտից։ Այսպես, հենց այսպես, մի քանի անգամ պիտի ասենք սուրճ ուսեր առավոտից եւ ձեզ ողջունենք սիրելի ռադիոլսողներ, ասելով բարի լույս։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, Հայաստանում 9:31 րոպե, դա նշանակում է, որ հանրային ռադիոյի ուղիղ եթերում սկսված է սուրճ ուսեր առավոտից ռադիո նախագիծը։ Ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում այսօր աշխատում է իմ շատ սիրելի Լուսինե Մուրադյանը։ Մենք վերցրել ենք սուրճը, սիրով եկել ենք եւ սպասում ենք ձեզ, որպեսզի միանաք մեզ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով, որտեղ արդեն live-ը գործարկված է։ Այո։ Եվ նաև չմոռանաք զանգահարել 553702 հեռախոսահամարով, որովհետև մենք այսօր աղջիկներով ենք եւ սպասում ենք ձեր զանգերին։ Մի տեսակ նաև քանի որ առիթից օգտվել ենք, քանի որ աղջիկներով ենք եթերում, որոշել ենք ինչքան հնարավոր է աղջիկական թեմաների անդրադառնալ, որովհետև պիտի հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մենք աղջիկներով ենք, բայց դա բնավել չի նշանակում, որ տղաներն ակտիվ մասնակցություն չպետք է ունենան, հակառակը, որովհետև դրա համար ասացի, մենք աղջիկներով ենք եւ սպասում ենք ձեր զանգերին։ Այսինքն դու ակնկալում ես, որ արական սեռի ներկայացուցիչները պիտի ավելի շատ զանգահարեն, մենք սպասում ենք հարգելի ռադիոլսողներ, նաև արական սեռի ներկայացուցիչներ։ Ես լիահույս եմ, որ դուք արդեն ձեր մեկ բաժակ սուրճն ունեք։ Մենք ունենք մեր մեկ բաժակ, մեծ բաժակ սուրճը։ Այո, եւ սերել ունենք, եւ այդ սերը փոխանցում ենք նաեւ ձեզ սիրելի ռադիոլսողներ, առաջարկում ենք ոչ միայն լսել, նաեւ դիտել, ու ոչ միայն լսել ու դիտել, այլև լինել ակտիվ, գրել, ջերմ խոսքեր փոխանցել, մենք էլ այդ ջերմ խոսքերը կփոխանցենք նաեւ ձեզ եթերի միջոցով։ Անպայման, ու նաեւ այս պահին առիթից օգտվելով ողջունում ենք բոլոր վարորդներին, ովքեր գտնվում են Երևանի փողոցներում կամ այլ մարզերի փողոցներում եւ լսում են մեզ, ովքեր խցանումների մեջ են հայտնվել։ Դուք մենակ չեք, բայց դրա համար պետք է միանալ մեզ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել խցանումները եւ իհարկե զրուցենք հետաքրքիր թեմաների շուրջ։ Առավոտյան ինչ է անհրաժեշտ։ Ես կարծում եմ, որ առավոտյան առաջնային անհրաժեշտ է ժպիտ եւ ռիթմ։ Եվ այո, լավ երաժշտություն։ Լավ երաժշտություն, այստեղ ռիթմը եւս շատ կարեւոր է, որովհետեւ հենց դա է ստեղծում ամբողջական տրամադրություն։ Ինչ ես կարծում, ինչով սկսենք մեր եթերը։ Այսօրվա մեր playlist-ը Լուսինեն է առանձնացրել։ Չգիտեմ ինչու, այդպես մտածեցի, որ այս երգերը շատ լավ երգեր ես առանձնացրել։ Ես վստահ եմ, որ մեր ռադիոլսողները կգնահատեն, այնպես որ ովքեր քնած են, արթնացեք, որովհետեւ նոր օրվա երգն արդեն եթերում է, շատերիդ է կտանի հաճելի հուշերի գիրկը։ Այև տողն առաջին ծնվեց նոր օրվա երկի Թեյը կշոյի նյարդերը Միշտ բացվեն դռները Երևանյան աշխալույսի Ուր է գնում և տեսնես ուր մեզ կտանի Օրն այս նորածին Սերը Հույսերն ու երազները Թող առնեն թևեր այս Երևանյան լուսաբացին Նոր երկ այսօր Թող հնչի Քոսը դու Որ օրեցոր Լույս վարվի Քո աչքե Դերիմ են փողոցները քո Երբ որ մարդ չկա Հուշերը լցնում են անոթները
Ատինաս նորաբան նոր երկայսոր թողնչի կոսատու որ օրեցոր լույս վարվի քո աչքերքը թեև լինում են գորշորեր երբ չեմ ուզում ես արթնանալ Այլևս բայց չի պարտվում հոգիս և չի մալում Այլևս և ուժ է ինձ տալիս այն փաստը որ Այստեղ ես և քո սիրո գրքում կբոլորեմ Օրերս մինչև վերջին մեր լուսաբացը Երևանյան Նոր երկայսոր թողնչի Հիշեցիր ես երգը Չէ, Vox ընդհանրապես լուրջ ես բայց ասում Vox-ին Vox իհարկե հիշում եմ։ խմբի այո կատարումներից էր ժամանակին հիթեր էին եւ ինձ այնքան դուր էին գալիս հետաքրքիր ռոքային էլեմենտները Այո։ որ կային երգի մեջ ու իսկապես ջերմ ողջույններ է փոխանցում կարծես թե Ափսոս որ հիմա խումբը Այո, չի կարծես, գործում։ այո, շատ ափսոս, բայց մենք մի քանի երգ ենք առանձնացրել, որոնք իսկապես ձեզ տանելու են հաճելի հուշերի գիրկը, որովհետև այդ երգերը ժամանակին հիթ էին ու այդպես ամբողջ Հայաստանը մի պահ օրինակ այդ երգերից մեկը Այո։ լսում էր, հիշում ես, չէ՞, Այո, ինչ էր իհարկե։ կատարվում։ Ընդհանրապես ես սիրում եմ հին երգեր եւ լսում եմ երգերը այն ժամանակ, երբ հնանում են, որովհետեւ մի շրջան կա, որ երգը հիթային է ու բոլորը այդ պահին այդ երգն լսում։ Երգում են, հա։ Այո, հոգնեցնում է։ Դրա համար անցնում է որոշ ժամանակ եւ ես արխիվից կարելի է ասել հանում եմ այդ երգերը եւ սկսում եմ եւ սկսում եմ լսել։ Լսիր, դե երգեր էլ կան, որ բացարձակ հիթային չեն, բայց հիթ են դառնում։ Դե կան էլ այդպիսի երգեր էլ կան, բայց մենք միայն լավն ենք ներկայացնում ձեր Այո, ուշադրությանը, իհարկե, չմոռանանք դրա Եվ մասին։ սպասում ենք իհարկե ձեր մեկնաբանություններին։ Արմեն Դավթյանը մեզ գրել է. «Բարի լույս, Լուսինե, Մարինա ջաներ, բարձր տրամադրություն ձեզ, շնորհակալ ենք եւ Էդիկ Բաբուջանը եկել է սիրով, ծաղիկներով եւ սուրճով»։ Ինչ հաճելի է, շնորհակալություն։ Նաև տեղեկացնենք, որ այսօր մայիսի 20-ն է, սիրելի ռադիոլսողներ, եւ մի քանի, այսպես ասած, տեղեկություն ներկայացնենք ձեր ուշադրությանը, որոնք կարևոր են օրը սկսելու համար, հա, այդպես ասենք։ Դե ինչ գնացինք։ Եղանակ, ավտոճանապարհներ, ինչից ենք սկսում։ Արի սկսենք։ Հիմա ես կարծում եմ, որ պիտի ասենք նաև փակ ճանապարհների մասին, աչքալուսանք տանք ձեզ եւ ասենք, որ ավտոճանապարհները բաց են, անցանելի են, նաև ասենք, որ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհն է բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ խցանումների տեսանկյունից ինչ կարող ենք ասել, այս Խցանումների տեսանկյունից կարող ենք ասել, որ այս պահին մայրաքաղաք Երևանում խցանումների աստիճանը գնահատվում է 7 բալ, այդպես էլ գիտեի։ Այո։ Բայց արդարության համար նշենք, Մարինա, որ մենք այսպես եկել ենք այդ 7 բալանոց խցանման մեջ եւ կարծես թե նորմալ եկել ենք, չէ՞, այնպես չի, որ բայց վերջին ժամի դրությամբ դժվար անցանելի էր Սեբաստիայի փողոցը դեպի Լենինգրադյան ընթացող հատվածը, նաև Լենինգրադյանը, մասնակի դժվար անցանելի էր Հալաբյան փողոցը, որով մենք փորձում էինք սողոսկել անցնել, բայց լավ վարորդի պարագայում դեպի բարեկամություն ընթացող հատվածը, նաև Օրբելի հատվածը, դեպի Օրբելի թունել ընթացող հատվածը, թեթև Բաղրամյանն էր արդեն խցանված, այսպես ասենք, խցանում էր, բայց շարժման մեջ։ Հա, կանգնած չէ, իհարկե, սա շատ կարևոր է, համամիտես։ Այո, այս պայդրությամբ նաև դժվար անցանելի է Խանջյան փողոցը դեպի Նալբանդյան ընթացող հատվածը, դժվար անցանելի է նաև Նալբանդյան եւ Իսահակյան փողոցների հատման խաչմերուկը նշված փողոցներով, իսկ Իսահակյանը երկկողմանի, եթե հնարավորություն ունեք շրջանցեք, բնականաբար Իսակովի Պողոտան դեպի կենտրոն ընթացող հատվածը, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը, նաև Արշակունյաց Պողոտան, աշխատեք շրջանցել, եթե ունեք հնարավորություն, էլ փորձում եմ տեսնել։
Ահա, սա որ փողոցն է։ Հաղթանակի կամուրջը ամբողջությամբ այս պահին դժվար անցանելի է, մենք այդ մասին արդեն խոսեցինք։ Կիևյանը երկկողմանի դժվար անցանելի է նաև Կիևյան կամուրջը, եւ այստեղ նկատում եմ ավտովթար, սա որ փողոցն է։ Իդեպ այսօր էլի էր ավտովթար տեղի ունեցել փաստացի։ Այո, Հովսեփ Էմին եւ Փափազյան փողոցների հատման խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, հետեւաբար նշված փողոցները շրջակայքով խցանված են։ Ձեզ որպեսի խուսափենք տարատեսակ ավտովթարներից, պարզապես եղեք զիջող եւ մի խախտեք երթևեկության կանոնները, սա շատ կարեւոր է։ Եվ մի մտածեք, որ միայն դուք եք շատ խելացի ու կարող եք սողոսկել ու այսպես առանց հարցնելու միանգամից փորձել ներխուժել դիմացի մեքենայի կտրել, հա, հանդիպակաց այդպիսի բաներ շատ են լինում առօրյայում, դրա համար ենք խոսում այդ մասին։ Եվ եղեք համբերատար, ես առաջին հերթին, երբ տեսնում եմ, որ մարդը ինչ որ չի զիջում, նյարդային բաներ է անում, առաջին բանը, որ անում եմ, ինչու սա հիշեցի, որ այսօր ինձ ասում ես ինչ հանգիստ է ճանապարհին, գիտես ինչու, որովհետեւ քո դիմացը կտրել էին համարյա ավտովթարային իրավիճակ էր, հա, բայց այդ պահին ես առաջին բանը, որ մտածում եմ, փորձում եմ հասկանալ, ինչի համար մարդը դա արեց։ Այսինքն ինչն էր պատճառը, որ ստիպեց իրեն նման բան անել։ Հետո եթե կան դեպքեր, որ չկա այդ տրամաբանություն մի փնտրի չես գտնելու։ Վերջերս Սարյան փողոցով երթևեկում եմ դեպի Պուշկինի փողոց, պետք է աջ թեքվեմ եւ ես այդ գծով եմ գնում, մեքենաները դանդաղ էին երթևեկում, հատկապես որ Պուշկինի փողոցում խցանում էր եւ ես ինձ համար հանգիստ խելոք այսպես նստած պատահական աչքս ընկավ, այսպես ձախ կողմ նայեցի, կին էր վարորդը մի մեքենա եւ տեսնում եմ, որ լռության մեջ ինքը այսպես բղավում էին վրա, նյարդային ինչ որ բաներ անում, ես չեմ հասկացել ինչ է տեղի ունեցել։ Եվ այսպես պատուհանը իջեցրել եմ, ասում ներողություն։ Բարև ձեզ, ինչ է պատահել։ Ինչպես եք վարում, մի քիչ ուշադիր եղեք այսպես, բայց ինքը ուղիղ պիտի գնար, ես պիտի աջ թեքվեի, այսինքն մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք, ես չհասկացա ինչ էր տեղի ունեցել։ Երևի ուղղակի իր մոտ լավ օր չէր։ Եվ ինքը նյարդայնացել էր խցանումներից, որ դանդաղ էինք շարժում, որովհետև ես ոնց փորձեցի հասկանալ, ինչպես փորձեցի վերլուծել իրավիճակը, ընդհանրապես ես որևէ բան արած չէի կարող լինել, ինչը իրեն կարող էր նյարդայնացնել։ Ես արդարության համար հավելեմ մի կարևոր բան, գուցե Մարինան զուսպ է եւ չխոսի այդ մասին, բայց Մարինան բավականին պրոֆեսիոնալ վարորդ է։ Նույնիսկ բազմաթիվ տղամարդկանցից լավ է վարում մեքենա եւ շատ լավ կայանում է մեքենա, որևէ մեկի օգնության կարիքը չունի։ Լավ, ինչևէ, մենք շարունակենք եւ մենք նկատում ենք եւս մի կարեւոր հանգամանք, երբ թեթև անձրև է գալիս, խցանումներն են շատանում, չես հասկանում թե ինչու այս հարցն է ծագում։ Բայց փողոցներում կանգնած են նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր փորձում են հարթել, լուծել իրավիճակը եւ փորձել օգնել վարորդներին։ Առիթից օգտվենք, նրանց էլ ողջունենք, բարի ծառայություն մաղթենք։ Խոսքը իհարկե adekvat եւ իրենց աշխատանքը սիրող գնահատող աշխատակիցների մասին է, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր հատկապես մարզերում սպասում են ինչ մեքենա է անցնելու, արագ որ կանգնեցնեն եւ օրինակ խմացության կամ սթափության աստիճան ստուգեն ու այդպես մինչեւ վերջ գնան։ Ու հետո պարզվի, որ իզուր էին, ժամանակ վատնեցին ու ժամանակ կորցրեցին։ Իրականում այո, եւս շատ կարեւոր է եւ ես լիահույս եմ, որ շուտով չենք ունենա այն խնդիրը, որ բարեկները երբ փորձում են կարգավորել, այսպես ասած, փողոցները, չմոռանան հետիոտների մասին, որ նրանք էլ պիտի անցնեն այդ փողոցները, սա եւս շատ կարեւոր է։ Ինչևէ, ասա։ Հա, բայց հետիոտները հեչել չեն մոռանում, որ պիտի անցնեն փողոց եւ անցնում են ոչ թույլատրելի հատվածից։ Ես նորմալ բանի մասին եմ խոսում, Մարինա չէ։ Դա էլի այդ վատ կողմերից մեկի մասին էլ խոսենք, որ հարգելի սիրելի մարդիկ, եթե անցնում եք փողոց, դժվար չէ 100 մետր քայլել ներքև կամ վերև, որպեսզի անցնեք անցման կետով։ Այո, սա շատ կարևոր է։ Հանրապետության տարածքում այսօր եւ վաղը կեսօրից հետո առանցին շրջաններում նաեւ տեղեկացնենք, որ մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մենք էլ ուրախացել էինք, ասում ենք վերջ, տաքերն ընկան։ Մայիսի 22-ին եւ 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դա իմ նվերը ձեզ հարգելի ռադիո լսողներ։ Ինչևէ, նաեւ հասկացանք, որ այսօր կարճատև անձրև է լինելու օրվա երկրորդ կեսին։ Ես առաջարկում եմ ինչ որ բան ունես հավելելու։ Հիմա տեսնենք այս
պահին Երևանում քանի աստիճան է 18 է այս պահին եւ արևոտ եղանակ։ Հրաշալի է ուղակի, եղանակի մասն էլ խոսեցինք, ես առաջարկում եմ սիրելի ռադիոլսողներ մեզ հետ միասին ընկնել հաճելի հուշերի գիրկը, հետո կշարունակենք այն, որ ասում ենք երգեր են քանել, պեղել ու քաղել, կարծում շատերը կհիշեն այս երգը ու շատերը կասեն, ախ հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։ Ապրում եմ որ քեզ սիրեմ շուրթերը համբուրեմ ու ձեռքդ միշտ ես բռնեմ ցավերդ ես ինձ վերցնեմ սիրեմ գուրգուրեմ սիրտդ սիրով լցնեմ երջանկացնեմ միշտ քեզ հետ հավետ ահա այսպես ինձ կողքին փալես դու իմ թագուհին ես հանգին ես խոստացի որ ինձ կուզենամ իմ կողքից լինես որ քեզ տանեմ երկին շայմ գրկեմ կրկին նստած ես ես չարին փչում եմ եղտ քամին Քամի փչի տարից յարից կողքին տարից փչում է Չերդ տխուրեն առանցին զարած քեզ Օրերը ծուրդ են առանցին զարած քեզ Սև աչքերդ տխուրեն առանցին զարած քեզ Քամին ձոքնիր մինուս ճարեմ դուրսը ծուրդ է անճարեմ ներսս փուչեր ինչ անեմ որ ցավերս ես դուրս կանեմ Երվում զուրն են Փչում է ճահելները Սիրում են ուրախ զվարդ բարբարում են Շամերով տարերով Քեզ ես սպասում եմ Առանցին զարած քեզ Սև աչքերդ տխուր են առանցին զարած քեզ Օրերը ծուրդ են առանցին զարած քեզ Սև աչքերդ տխուր են առանցին զարած քեզ Առանց քեզ մենակ եմ ես սարի մոտ ես եղիր կողքս ապահով է զով է մեր քամի է կարծես կողքս տամ քեզ ուրեմ քեզ սիրտս պես քեզ ես քեզ սպասում եմ աննաբեր արցուկներ բեր շպիտներ բեր քեզ ինչ էլ բեր է սիրտս սպասում է քեզ տեկուս իմ ամենակ ես մեղավոր եմ ես այսպես նայում եմ քեզ իմ երկրորդ կեսն ես մթության մեջ լույս տես Վայեն օրերը որ ինձ տաքացնում էին հարվում ջերմացնում էին Վայեն օրերը որ ինձ համբուրում էին կրկում ու շոյում էին Օրերը ծուրդ են առանցին զարած քեզ Քերը փուչն առանցին զարած քեզ Սև աչքերը տխուր են առանցին զարած քեզ Մարում են առանցին զարած քեզ Օրերը ծուրդ են առանցին զարած քեզ Քերը փուչն առանցին զարած Սև աչքերը տխուր են առանցին զարած քեզ Մարում են առանցին զարած քեզ Օրերը ծուրդ են առանցին զարած քեզ Սև աչքերը տխուր են առանցին զարած քեզ Օրերը ծուրդ են առանցին զարած քեզ Սև աչքերը տխուր են առանցին զարած քեզ Սուրճ ու սեր առավոտից Սուրճ ու սեր առավոտից Եվ այսպես ընկանք հաճելի հուշերի գիրկը քամին փչեց հին ժամանակներից մեր եթերում ես հիշում եմ 2004-5 թվականներն էին ես հիշում եմ դպրոցականը պարապում էի ընդունելության համար եւ ամառային մի գեղեցիկ օր
բոլոր մեքենաներից սկսեց հնչել այդ երգը եւ Քամիներ մարդիկ փչում կարծում էին, որ տեղից։ հայ տղեկը եւ Սիրուշոն են այդ երգը Ահա, կատարում ճիշտ է։ եւ մեկ օրում Հայքը ստիպված եղավ շատ արագ տեսահոլովակ նկարահանել, որպեսզի այդ թյուր ինֆորմացիան այսպես հոդս ցնդի եւ իրական մարդիկ կան առաջ, ինչպես որ նրանք արեցին եւ մենք տեսանք տղաների մի խումբ եւ Սյուզին գեղեցկուհի խումբ, որը շատ արագ ներխուժեց հայկական շոու բիզնես եւ կարողացավ այդ քամ ու ուժգնությունը պահել, փոթորիկ ստեղծել։ Երաժշտական փոքրիկ հեղափոխություն արեց։ Իսկապես կարողացան այդ հեղափոխությունը անել, այն ժամանակ դա իսկապես բում էր, դա իսկապես չլսված բան էր եւ բնականաբար պրոյեկտը ստացված էր։ Այո, միանշանակ, կարծում եմ նաև ստացված էր անակնկալը, շատերը հիշեցիք, հաճելի հուշերի գիրքն ընկակ մայիսի 20-ն է այսօր հարգելի ռադիո լսողներ երեքշաբթի եւ մենք չենք ասի թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այսօրը տարբեր թվականներում, որտեղ մեկը մեկից վատն են։ Մենք կասենք, որ տարվա ավարտին մնում է 225 օր, շտապեք։ Տարվա 140-րդ օրն է, նաև սա ասենք, բայց շատ բազմաթիվ տաղանդավոր մարդիկ են ծնվել հենց այսօրը։ Ասենք, որ ֆրանսիացի գրող եւ թատերագիր Օնորե դե Բալզակն է ծնվել հենց այսօրը։ Նաև ռուս երգահան Գլինկան 1804 թվականին արևմտահայ սիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի ծննդյան տարեդարձն է այսօր եւ նաև այսօրն է ծնվել Ջո Կոկերը, երգիչ երգահան 1944 թվական։ Ջո Կոկերի երգերը առանձնահատուկ էսպես մեսիջներ ունեն, ես կասեի, երբ թարգմանում ես, ասում ես ոնց լուրջ։ Վաու։ Եվ այսօրն է ծնվել 1946 թվականի հենց այսօրն է ծնվել մեր հայրենակից Շերլին Լապիեր Սարգսյանը, նույն ինքը Շերը, որը այսպես մինչ օրս փայլում է բեմերում եւ ելույթներով ունենում եւ մինչ օրս կուրք է հանդիսանում ոչ ավել ոչ պակաս Քիմ Քարդաշյանի համար, ով ասում էր, որ բազմիցս նշել է, որ ոգեշնչվել է հենց Շերից եւ կարող ենք Քիմ Քարդաշյանին տեսնել կարմիր գորգի վրա տարբեր կերպարներով, որոնք կրկնում են, կարելի ասել Շերի կերպարը եւ այսօր նաեւ ծնվել էր Զինայդա Սիմոնյանը, ռուսական ծագումով հայաստանցի հրաձգուհի, ինչու ենք սա ասում բարձրաձայնում, որովհետև մենք ձեզ համար երգ ենք առանձնացրել։ Հիմա ո՞րն ենք լսելու, արի կողմնորոշենք։ Կլսենք, հերթով լսենք, հերթով։ Դեռ չգիտեմ, ուզում ես Զինայդայից սկսենք, հետո կանցնենք մեր հայրենակցու կատարումներին, չեմ կարող ասել Արի լսենք Շերի կատարումը, որովհետև վերջապես այն հիթ է, եւ շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր եւ պլանավորում են իրենց երեկոն, ձեզ լավ օրենք մաղթում, բարձր տրամադրություն եւ ամենակարևորը թող ձեր բոլոր ցանկությունները համընկնեն տիեզերքի կապի հետ։ Հա, միանշանակ գնացինք։ No matter how hard I try, and I can't break through. There's no talking to you. It's so sad that you're leaving.
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, հաճելի լավ տրամադրություն առավոտից եւ իհարկե կարեւոր տեղեկություններ առավոտից։ Այո, դրանք շատ կարևոր են, ուրախ ենք, որ միացել եք մեզ, արդեն 9:58 րոպե եւ րոպեներ անց ընդամենը խոսքը պետք է փոխանցենք լուրերի մեր գործընկերոջը, որովհետեւ կարևոր է յուրաքանչյուր ժամագլխի ստանալ թարմ տեղեկատվություն։ Եվ այս պահին մենք արդեն կարող ենք ողջունել մեր շատ սիրելի գործընկեր Կարեն Ղազարյանին։ Բարի լույս Կարեն։ Մի հարց տամ քեզ, մենք նույնիսկ մեր ռադիո լսողներին դեռ ամբողջական չենք բացել մեր այսօրվա թեման։ Ինչ ես կարծում, արդյոք Արեգակին պետք է հեռվից նայել։ Իրականում հեռու մի փնտրիր, այստեղ արևի ճառագայթների մասին է խոսքը։ Այս կերպն է, իհարկե մենք գիտենք ինչ իմաստով ասված։ Այո, Կայլի, եթե շատ բնական օրենք էլ անգամ Արեգակից հեռվից ենք նայում Արեգակին, միևնույնն է։ Իսկ դու պաշտպանվում ես սովորաբար արևի ճառագայթներից ամռան կիզիչ արևին Նկատի ունեք հակառակ, այսինքն Կնոջ ճառագայթներ։ Չէ, բացարձակ դրա համար ասացի հեռու մի փնտրի, ինձ թվում է դու կնոջ ճառագայթներից չես պաշտպանվում, դրա մասին չենք էլ խոսում։ կանայք ճառագայթ։ Եթե հարկա լինի, պաշտպանվում ենք, աշխատանքի, չէ, արևի ճառագայթներից արդեն ստիպված պիտի պաշտպանվենք, էլի բնական։ Ճառագայթներից ոչ ոքս պաշտպանված չենք։ Ասա, այդպես ունենք լավ լուրեր։ Բարի լուրեր։ Կտեսնենք եթերում։ Կտեսնենք եւ կլսենք եթերում։ Իսկ ինձ թվում է հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի միասին ուղենք ժամացույցները եւ այնուհետեւ ծանոթանանք լուրերի վերջին թարմ նորություններին։ Գնացինք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուր լրատվական ծրագիրը, ստուդիայում Կարեն Ղազարյանն է։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Քննարկվել են մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, սահմանամերձ բնակավայրերի կարիքները, ինչպես նաեւ այն ուղղությունները, որտեղ հնարավոր է ՄԱԿ-ի ծրագրային աջակցությունը։ Ֆրանսուազ Ժակոբը նշել է, որ ներկայումս ՄԱԿ-ն աշխատում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ առաջիկա 5 տարիների գործունեության առաջնահերթությունները սահմանելու ուղղությամբ։ Սյունիքի մարզպետը շեշտել է ՄԱԿ-ի գործակալությունների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ նախաձեռնությունը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ, հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական եւ ամենօրյա աշխատանքներ։ Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Տարտուի համալսարանում ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումները եւ ակադեմիական քաղաք ծրագիրը։ Քննարկվել են միջազգային համագործակցության, համատեղ ծրագրերի եւ ֆինանսավորման մեխանիզմների հնարավորությունները։ Պատվիրակությունն այցելել է նաև Խաչատուր Աբովյանի նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվել է Աբովյանի կողմից 1831 թվականին նվիրաբերված 13-րդ դարի ձեռագիր շարակնոցը։ Այցի շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավորություններ ինչպես Տարտուի համալսարանի, այնպես էլ Էստոնիայի ազգային թանգարանի հետ։ Մի քանի լուրջ միջազգային լրահոսից Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում կհասնեն հրադադարի լուրջ բանակցությունների։ Մոսկվան հաստատել է պատրաստակամությունը, իսկ Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է խաղաղության, զգուշացնելով, որ Ռուսաստանի հապաղումը կպատասխանի խստացվող պատժամիջոցներով։
Հռոմի Պապ Լևոն 14-րդը ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է աշխարհում, այդ թվում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորման հարցերը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հանդիպան ընթացքում ընդգծվել է մարդասիրական եւ միջազգային իրավունքի պահպանության կարեւորությունը, ինչպես նաեւ առաջ քաշվել խնդրի կարգավորումը բանակցությունների միջոցով։ Լևոն 14-րդը նախկինում հայտնել էր միջնորդ դառնալու ցանկություն բոլոր զինված հակամարտությունների լուծման գործում, հատկապես ուկրաինականում։ Նոր Պապը Վատիկանն առաջարկում է որպես հարթակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների համար։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը X-ում գրել է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան միասնական են հրադադարի ճանապարհին Ուկրաինային աջակցելու հարցում, եվրոպական պատժամիջոցների օգնությամբ կուժեղացնի Մոսկվայի վրա ճնշումը։ Մենք դրա շուրջ պայմանավորվել ենք ԱՄՆ նախագահի հետ, Պուտինի հետ նրա հեռախոսազրույցից հետո, գրել է Մերցը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հռոմ կատարած այցի ժամանակ լսել է գնահատականներ, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում։ Կարդինալներից մեկում ես հանդիպեցի, մեզ համար շատ անսովոր ասաց, որ Ամերիկայի նախագահը խաղաղություն է ուզում եւ որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական գործեր սկսել։ Ասես աշխարհը գլխի վայր շուռ է եկել, ասել է Ռուբիոն Քենեդու կենտրոնի հոգաբարձուների խորհրդի ընթրիքի ժամանակ, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հայտարարել է Ռուբիոն, Թրամփի ցանկությունն է, որ պաշտպանության համար մեծ ծախսերի կարիք չլինի, նույն գումարը կարելի է ներդնել տնտեսական զարգացման համար։ Այսքանն այս ժամի համար ստուդիայում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիոլուրի եթեր կվերադառնա ժամը 11-ին։ Սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազմաքուր, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնախ երաս, Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնախ երաս, Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, ուրախ մնար և միշտ եղիր պայծառ ու չիչ, ամբողջ մի կյանք սիրով կտամ, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնախ երաս, Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնախ երաս, Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, Ես քեզ գոնե տեսնեմ,
երաս արեգակին պետք է հերվից նայել կայր եթե շատ մոտենաս հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որպես կյանքիս չտնախ երաս արեգակին պետք է հերվից նայել կայր եթե շատ մոտենաս արեգակին պետք է հերվից նայել կայր եթե շատ մոտենաս կայր եթե շատ մոտենաս դու իմ կյանքի չքնախ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, լավ տրամադրություն, սիրված երգեր, հաճելի հուշեր, այո, արեգակին պետք է հաճախ հերվից նայել, ուղիղ եւ փոխաբերական Այո, իմաստով։ հենց դա է ուզում ասել, տեսնես Ռուբեն Մաթևոսյանն այս երգը կատարելիս մտածում էր, որ մի օր արեգակին պետք է հերվից նայել արտահայտությունը բառի բուն իմաստով ենք օգտագործելու։ Իրականում ես լիահույս եմ, որ եթերից հետո մենք մայեստրոին կտեսնենք մեր միջանցքում, որովհետեւ հենց դիմացի ստուդիայում է ձայնագրում հաղորդումները, այնպես որ եւ իրեն կհարցնենք միանգամից։ Եվ ինչու ենք անդադար ասում արեգակին պետք է հերվից նայել ու ինչու ենք հենց այսօր այդ մասին խոսում, որովհետև մենք գիտենք, որ մաշկը պահանջում է ամառային հատուկ խնամք եւ ինչու ամառային առհասարակ տարվա բոլոր եղանակներին մաշկին յուրահատուկ խնամք է պետք եւ արևը անկախ եղանակից անխնա շռայլում է ինչպես Կարենն ասաց իր ճառագայթները, որոնք կարող են ունենալ եւ լավ եւ վատ ազդեցություն։ Այսօր խոսելու ենք հենց այդ մասին եւ մեր հյուրը Esthelife կենտրոնի հիմնադիր բժիշկ մաշկաբան կոսմետոլոգ եւ տրիխոլոգ Գայանե Եղիազարյանն է։ Բարի լույս։ Բարի լույս։ Հրաշալի է ուղղակի, մենք նայում ենք ձեր մաշկին, այնքան թարմ, այնքան գեղեցիկ մաշկ ունեք, էլի այդ ծանր պրոցեդուրաները բոլորը իրականացնում եք, ամեն օր մի քանի տեսակի քսուկներ եւ այլն։ Շնորհակալ եմ հաճախոսության համար, կնոջը միշտ հաճելի է։ Իհարկե։ Իրականում գիտեք, երբ որ ժամանակին ես խնամում մաշկդ, տեղին, ապա այդ դեպքում ունենում ես երկար, այսպես խնամված մաշկ, միշտ պահպանված խնամված մաշկ, եւ ես կողմ եմ դրան։ Երբեմն բուժառուներն ասում են, չէ, դեռ շուտ է խնամքը սկսելու, բայց իրականում երբ որ ժամանակին սկսես, ինչպես բժշկության մեջ ասում են, ավելի լավ է պաշտպանել, հա, կանխել, քան հետո բուժել, դա ավելի դժվար եւ երկար process է, այնպես որ գաղտնիքը դա է, ժամանակին եմ սկսել եւ տեղին։ Երբ է ժամանակը։ Գիտեք, դա այնքան խորը հարց է։ Անհատական է։ Չէ, ասեմ որ 25 տարեկանից մաշկը սկսում է արդեն ծերանալ։ Ցավոք սրտի այդպես է գտել են, որ 25-ից նույնիսկ կանխվում է այլևս երիտասարդացման process-ները եւ գնում է ծերացման process-ը։ Մի սարսափեցրեք մեզ։ Եվ դրա հետ կապված կարելի է խնամել 25 տարեկանից սկսված ուղղակի ճիշտ խնամք։ Ինչ է իրենից ներկայացնում։ Ճիշտ խնամք չենք խոսում ծայրահեղությունների մասին, հարգելի երիտասարդ աղջիկներ, պետք է ուղղակի գրագետ մոտենալ, չէ՞։ Մենք լսում ենք տարբեր մասնագետներին արևապաշտպան պիտի օգտագործել, սա պիտի անել, նա պիտի անել, տարատեսակ ռիլեր ենք նայում ու մեկ խճճվում ես, որովհետև չես հասկանում որն է քո մաշկին ավելի հարմար։ Այստեղ շատ կարևոր բան, ճշտել քո մաշկը ինչ տեսակի է, եւ ինչ խնդիրներ կան։ Իհարկե դրա համար պետք է գրագետ մոտեցում։ Այսինքն երիտասարդ տարիքում պետք է տեղին չափավոր խնամք։ Այն ինչ մաշկն է ուզում։ Մաշկը ինքը թելադրում է։ Եթե ունես չոր մաշկ, բնականաբար պետք է խոնավեցնող, այո, քսուկներից քսել, միջոցներից քսել, պետք չի անել շատ այդ միջամտությունները, պետք չի հետևել մոդային։ Ես միշտ դեմ եմ այդ մոդա հասկացողությանը, որովհետև գոյություն ունի բժշկություն, կոսմետոլոգիան ինքը ամբողջությամբ բժշկություն է, գոյություն ունի արվեստ եւ արվեստ է կոսմետոլոգիան, այսինքն պետք է անել այն, ինչ պետք է քո մաշկին,
գրագետ խնամելու համար եւ նաեւ պետք է դիմագծերին նայել, այս միջամտությունները այնքան խեղաթյուրված են մատուցվում մեր երիտասարդներին, որ շատերը ընկած դրա հետևից մոռանում են թե արվեստը արհեստ են դարձնում։ Քանի տարեկան են, այո, մոռանում են քանի տարեկան են եւ ինչ պետք է անեն, որպիսի հետագայում ես միշտ ասում եմ, պետք է գեղեցկությունը վարել։ Այսինքն պետք է այնպես սկսել այդ միջամտությունները ճիշտ ձևով, որ հասնել 50-60 տարեկանում իմանալ ինչ անել, որտեղ եթե սպառվի այդ ամեն ինչը, շուտ սկսեն եւ այնպիսի միջոցներ կիրառեն, այնպիսի միջամտություններ անեն, հասնում է մի տարիք, որ այլևս չգիտես ինչ անես։ Էլ ինչ անես։ Պետք է դիմել, այո, վիրահատության է դեպքում, բայց ցանկալի չէ, ավելի լավ է այսպես կայուն, ավելի գիտակցված, հա, մոտենալ այդ հարցին, ճիշտ գրագետ խնամելու մաշկը, որպեսզի երկար տարիներ ունենալ գեղեցիկ, խնամված, պետք չէ դիմագծերի փոփոխություններ անել, որտեվ անհատականությունն ենք կորցնում։ Այո, ամենակարևորը դա է, գիտեք, անհատականությունը շատ կարևոր է։ Մենք ընկնում ենք երևի թե հավերժ երիտասարդ լինելու հետևից, այո, այդ մոլուցք է դառնում իսկապես, բայց պետք է երևի թե ընդունել մի փաստ, որ միևնույնն է մենք բոլորս ծերանալու ենք եւ շատ հաճախ երբ կնոջը նայում են գեղեցիկ խնամված ծերանանք ուղակի, հա։ Այո, հաճախ երբ կնոջը նայում են, ասում են հատկապես հայտնի մարդկանց, վայ, այն առաջվա գեղեցիկը չես, մի քիչ ծերացել ես, պետք է արդեն ընդունել, որ ծերացել ես։ Շատերը շատ ծանր են այդ փաստը տանում, բայց նաեւ կան մարդիկ, ովքեր ասում են, այո, բայց նորմալ է, որ ծերանում ենք եւ բոլորս պետք է ծերանանք մի օր ու այստեղ ուղակի մեխայինը պետք է լինի այն, որ մենք կարողանանք ճիշտ եւ գեղեցիկ ծերանալ։ Տեսեք, գոյություն ունի կենսաբանական ծերացում, ինչից մենք չենք կարող խուսափել։ Այո։ Բայց եթե դա գեղեցիկ է ընթանում այդ process-ը, դու ինքդ վայելում ես դա, յուրաքանչյուր տարիք հաճելի է։ Եթե ինքդ զգում ես այդ տարիքում համապատասխան նույնիսկ երիտասարդ, ճիշտ է։ Եվ բայց ցավոք սրտի հիմա կա նաև արհեստական այդ ծերացումները, մեկը հենց արևը կարող է պատճառ դառնալ։ Հա, սարսափեցի էլ ինձ թվում։ Հա, մոտենանք, վերադառնանք այդ հարցին, որովհետև շատ կարևոր է հիմա էլ ամառ է, կենսաբանական ծերացումը ընթանում է իր բնական process-ներով, մաշկում եւ ընդհանրապես ամբողջ օրգանիզմում դա այդ process-ները ծերացման ընթանում են։ Դա բնական է, լավ, բայց կան գործոններ, որոնք ազդում են այդ process-ի վրա եւ արագացնում են ծերացման process-ները եւ մենք գիտակցաբար դա պետք է կանխենք։ Մեկը ճիշտ է, արեգակը էներգիայի աղբյուր է, կյանք է, լույս է, բայց նաև ունի իր վնասակար ազդեցությունը մաշկի վրա եւ այդ ծերացումը կոչվում է ֆոտոծերացում։ Քանի որ իր մեջ պարունակող ճառագայթները դրանք բազմաթիվ են, յուրաքանչյուրը իր ձևով է ազդում մաշկի վրա եւ առաջացնում է անդառնալի process-ներ նույնիսկ։ Դրա հետ կապված մենք մեր առօրյա խնամքին պետք է ավելացնենք նաև այդ արևապաշտպան քսուկները, ինչը թյուր կարծիքներ կան դրա մասին իհարկե, բայց եթե նորից եմ ասում, լավ տարբերակ ընտրվի, այսինքն համապատասխան մաշկին երևի թե։ Ոչ, ես նկատի ունեմ այս beauty product-ի մեջ կան որակյալ եւ ոչ որակյալ։ Էժանի հետևից չվազենք։ Այո, նշանի բրենդի, այսպես ասած, գերի չդառնալ, այլ օգտագործել իսկապես բժշկական առումով ճիշտ product։ Հա, հասկանալի է, այստեղ շատ կարևոր է։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, ես սիրում եմ արևայրուք։ Եվ իրականում ես ինձ շատ լավ եմ զգում, երբ ես ունեմ մուգ մաշկ, արևի ճառագայթների հետևանքն եմ զգում, եւ երբ պարանոցը, դեմքդ եւ ընդհանուր մարմինդ մեկ տոնի մեջ են։ Ինչպես անել, որ ճիշտ արևայրուք ընդունել, բայց միևնույն ժամանակ այդ ֆոտոծերացումից խուսափել։ Տեսեք, ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց այստեղ պետք է նաև հասկանալ, թե որտեղ ես ընդունում այդ արևայրուկը, ինչ չափով ես ընդունում, օրվա որ ժամերին, դա շատ կարևոր է եւ արևի ինչպիսի ճառագայթներ են այդ ժամանակ գործում, մի փոքր դա ավելի բարդ հարց է, հնարավոր չէ ամեն ինչ իմանալ, բոլորը ի նկատի ունեմ։ Բայց ունես քիչ ժամանակ, ստիպված ցերեկնել ես օգտագործում վնասակար արևը։ Համենայն դեպս մաշկաբանները խորհուրդ են տալիս
միշտ զգուշ մնալ արևի ճառագայթներից, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները դրանք եւ կարճ սպեկտրի եւ լայն սպեկտրի ճառագայթներ են UVA, UVB, ինչպես ասում են IR ինֆրակարմիր ճառագայթները, որոնք մաշկի մեջ առաջացնում են անդառնալի փոփոխություններ։ Դրա համար ես միշտ առաջարկում եմ զգուշ լինել։ Այդ արևայրուկը հաճելի է, գեղեցիկ է, բայց միշտ չէ որ գեղեցիկը առողջարար է։ Բայց այստեղ հիմա ինչ ես էլ չսևանա։ Դու արդեն լավ ես եւ 10 րոպեն էլ հերիք է Լուսինեն այսպես թևը հանում է մեքենայից եւ դուրս է գալիս արդեն արևայրուկով բայց նաեւ պետք չէ մոռանալ որ մենք շատ հաճախ այսպես մոլորության մեջ ենք ընկնում մտածելով որ խոսքը արևի ուղիղ ճառագայթների մասին է բայց շատ հաճախ օրինակ երբ ձմռանը նույնպես չկա արևի ուղիղ ճառագայթ միևնույնն է մաշկաբանները խորհուրդ են տալիս ձմռանը եւս օգտագործել արևապաշտպան արևի ճառագայթները կան միշտ նույնիսկ ապամած ժամանակ նույնիսկ եթե դուք ուզում եք այդ արևայրուկ ընդունել հնարավոր է նույնիսկ գլխարկով ակնոցներով նստել ոչ ուղիղ արևի տակ եւ այդ գեղեցիկ գույնը ստանալ մաշկի այսինքն ուղիղ ճառագայթներն են բերում անդառնալի փոփոխությունների այսինքն ուղիղից խուսափել այո ուղիղից պետք է խուսափել նույնիսկ նրանք թափանցում են ապակոց այդ ճառագայթները Եվ այսպեսի թուրք կարծիք կա, որ եթե ուղիղ այսպես կարող է այրուկ առաջացնել դա, հա, արևի ճառագայթները մյուս առումներով, այսինքն եթե ուղիղ չի ազդում, կարող է չվնասել, բայց այդպես չի, որովհետև կան այնպիսի ճառագայթներ, որոնք հենց ուղիղ այրվածքներ են առաջացնում, կան այնպիսի ճառագայթներ, օրինակ UVA ճառագայթը ավելի խորն է թափանցում մաշկի խորը շերտեր եւ առաջացնում է հենց ծերացման process-ներ, այսինքն կոլագենի եւ էլաստինի սինթեզի վրա է ազդում, մելանինի սինթեզի վրա է ազդում, ինչը հենց բերում է պիգմենտացիայի, հիպերպիգմենտացիայի, որը շատ անցանկալի է բոլորի համար։ 30+ կանանց խոսակցությունը սուրճի շուրջ նստած խոսում են պիգմենտացիայից, նշանակում է, որ արդեն դեպի ծերացում ենք գնում։ Ինչով է պայմանավորված, օրինակ 25-ից 30-ից հետո մաշկի պիգմենտացիան, որը հատկապես օրինակ ես նկատում եմ, որ երբ գնում ես ծովային որևէ երկիր, այնտեղ ավելի արտահայտիչ է դառնում եւ հետո դժվարությամբ ես կարողանում կամ չես կարողանում ազատվել դրանցից։ Տեսեք, տարիքի հետ մեկտեղ օրգանիզմը ենթարկում է փոփոխությունների։ Փոփոխությունները շատ տարբեր են, մետաբոլիզմն է փոխվում, իմունիտետն է փոխվում, հորմոնալ փոփոխություններ են առաջանում եւ յուրաքանչյուրը ազդում է մեր մաշկի իմունիտետի վրա նույնպես եւ երբ որ օդափոխություն է տեղի ունենում, օրգանիզմը կարծես փոխվում է։ Նույնպես ազդում են արևի ճառագայթները եւ այդպիսի բան կա, բացի այդ որ ապացուցված է դա, նաեւ մենք ինքներս ենք չէ՞ զգում, երբ որ գնում ենք ինչ-որ մի երկիր, ասում ենք այստեղի արևը շատ այրող է եւ պիգմենտացիայի շատ, ես քսին վրա զգացել եմ դա եւ շատ երկար է տևել այդ պիգմենտացիան, այսպես ասած, վերացնելու համար եւ երբ որ այդ փոփոխությունը տեղի ունենում, այն ինչ եմ ասում, երբեմն անդառնալի է լինում, որ հետո բուժելը շատ դժվար է։ Այսօր աշխարհում ամենադժվար բուժվող խնդիրները մեկը հենց հիպերպիգմենտացիան է եւ մյուսը այդ հետ հղիության զոլերն են, հա, stretch mark անգլերով ասած, ստրիաները, որոնք ամենադժվարն են բուժման ենթակա։ Այսինքն մինչև վերջ չեն էլ վերանում։ Ժամանակակից տեխնոլոգիաները լազերային փրկություն չեն։ Իհարկե հիմա շատ լավ միջոցներ ունենք եւ մեթոդներ ունենք, բայց միևնույն է պետք է չթողնել, որպեսզի առաջանա այդ խնդիրները։ Կանխարգելելը շատ ավելի հեշտ է, հավատացեք, որովհետև առաջանալու դեպքում, երբ որ արդեն խանգարվում է մաշկում մելանինի սինթեզը, այսինքն այդ արևի ճառագայթները խթանում են դրա առաջացումը, ընդ որում, գիտեք ինչպես, ոչ միայն առաջացումն է խթանվում, այլև խանգարվում է դրա հավասարաչափ բաշխումը մաշկի մեջ եւ այդ պատճառով տեղի ունենում կուտակումներ ըստ այդմ էլ բացի հիպերպիգմենտացիայից կարող է եւ առաջանալ մաշկի քաղցկեղ ընդհանուր մինչեւ կարող է առաջանալ չարորակ գոյացություններ
ինչը շատ վտանգավոր է։ Պետք է զգուշ լինել եւ գրագետ մոտենալ այս ամեն ինչին։ Մեր ռադիոլսող Գայանե Այվազբալյանը հետաքրքիր մի բան է առանձնացնում, ես էլ էի դրա մասին խոսում ու հաճախ ինձ են ասում, դե գենետիկան է, գենետիկան։ Եկեք գեներից էլ խոսենք, որովհետեւ ինչ որ չափ նաեւ մեծ ազդեցություն ունի գենետիկան քո մաշկի առողջականության, չէ՞։ Եվ դուք նշեցիք տարատեսակ պայմաններ, այնտեղ հորմոնալ եւ այլն տարբերակներ։ Գիտեք ինչ, այսօր գենետիկական նախատրամադրվածությունը ամեն ինչում է բժշկության մեջ։ Այսինքն դա շատ կարևոր է, որովհետև եթե դու ունես այդ նախատրամադրվածությունը, արդեն հենց եթե ուտես օրինակ պիգմենտացիա, եթե ունես մայրիկը կամ ինչ-որ ազգականները, ունեն արդեն պիգմենտացիայի խնդիր, շատ մեծ հավանականություն կա, որ դու էլ կունենաս այդ խնդիրը, ուրեմն առավել եւս պետք է շատ ուշադիր լինել, շատ ավելի զգուշ լինել արևի ճառագայթներից, որպեսզի չառաջանա այդ խնդիրները։ Այսինքն ժառանգական նախատրամադրվածությունը, գենետիկան շատ կարևոր է։ Իսկ այս պարագայում գեղեցկության տեսանկյունից, ասենք, մայրը երիտասարդ է երևում կնճիռներ չունի, ասում են դե գենետիկ է, էլի եկել ուշ են ծերանում արտակնապես։ Դա էլ նշանակություն ունի, իհարկե, բայց խնամքը, նորից եմ ասում, ճիշտ եւ գրագետ խնամքը շատ կարեւոր է, որովհետեւ արևի ճառագայթները բացի այդ մելանինի վրա ազդելուց, ազդում են նաեւ կոլագենի եւ էլաստինի սինթեզի վրա, ինչը բերում է վաղաժամ ծերացման, կնճիռների առաջացման։ Մի վախեցրեք։ Ուրեմն, չէ, այստեղ վախենալու ոչինչ չկա, ուղղակի պետք է իրազեկ լինել եւ ավելի գրագել մոտենալ ցանկացած հարցի, այսինքն այդ խնամքը, որ ասում եմ, երիտասարդ տարինում սկսենք փսուկներից, սիճուկներից, այդ, միջոցներից խնամքի, հետագայում այդ խնամքն էլ չի փրկում։ Բայց մեր հասարակությունը կարծես երկու մասի բաժանված լինի, շատ երիտասարդները շատ ավելի վաղ տարիքից են սկսում իրենց խնամել, գուցե չափն անցնում են եւ կա մի սերունդ, որը դեմ է բոլոր տեսակի խնամքներին։ Բայց մենք ունենք զանգ եւ լսենք ռադիոլսողին, ասենք բարի լույս։ Բարի լույս, ողջույն Տիկին Անահիտ։ Նաեւ ողջունում եմ մեր հյուրին ամենայն հարգանքով։ Ես երևի մի փոքր ուշ եմ միացրել, եթե հաստատ կրկնվի ներողամիտ եղեք։ Այ ամեն ինչի մասին խոսեցինք, կարծես թե չգիտեմ, խուսափել ենք, ես չեմ լսել այդ շրթերի լցնելու, այս մարմնի բոլոր մասերը լցնելու ու ոնց որ մեր հյուրն է նշում չափ անցնելու, հաճախ չափ անցնում եք, ասացեք խնդրեմ, չափի շատ մաշկի խնամը արդյոք հետագայում չի առաջացնում քաղաքացին երևույթներ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Անահիտ։ Շատ լավ հարցեր, ես շատ եմ սիրում այդպիսի հարցերի պատասխանել։ Տեսեք, ամեն ինչ շափի մեջ է գեղեցիկ։ Այդ շուրթերի լցնելն է ժամանակի, պետք է ժամանակը գա դրա։ Ինչ առումով եմ ասում, հիմա բացատրեմ։ Հյուսվածքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ջուրը, այսպես ասած, հիալուրոնաթթու, որը մաշկի բաղադրիչն է, եւ դա մենք ունենք, ի սկզբանե ունենք դա։ Տարիների ընթացքում այդ ջուրը պակասում է, ցմքում է։ Այո, պակասում է եւ գալիս է մի տարիք, որ կարիք կա դա վերականգնելու։ Դա կլինի մաշկի հետ կապված, դա կլինի շուրթերի հետ կապված, եւ այդ ժամանակ, երբ որ չափավոր ավելացնում ես այդ ջուրը եւ մաշկին եւ շրթունքներին, դա գեղեցիկ է նայվում։ Չի փոխվում ֆորման, այլ վերականգնվում է երիտասարդությունը։ Իսկ երիտասարդները հիմիկվա մի փոքր խեղաթյուրված են ամեն ինչ հասկանում։ Եվ գալիս են, օրինակ ասում են պլոսկի բանտիկ ռուսերենով ասեմ, մի ժամանակ դա է մոդա լինում, մի ժամանակ այդ բադիկներն էին մոդա։ Երշիկանման, այսպես շուրթերը, չայկա մոդել, այնպիսի մոդելներ են գալիս, որ ես բժիշկ լինելով, եւ դա տեխնիկայի տարբերություն է, հասկանում եք, բայց արդյոք դասազում է քո դիմագծերին, արդյոք դասազում է քո տարիքին, դրանք պետք է հաշվի առնել, որպեսզի լինել իսկապես խնամված եւ գեղեցիկ։ Այսինքն միշտ մնալ երիտասարդ, դա է գաղտնիքը, ոչ թե խեղաթյուրել եւ դեմքը եւ մարմինը։ Մեր ռադիոլսողները եւ ընդհանրապես մարդիկ այնքան են տեսել վատ օրինակներ եւ հենց դա է պատճառը, որ երբ ինչ-որ մեկի մասին խոսում են, ասում են լցրած շուրթերով դա միանգամից վատ բացասական ինչ-որ բան է տալիս նստված։ Ես կարծում եմ, որ եթե մարդը ունի բարդություններ, որոնք իրեն խանգարում են, այսօր բժշկությունը հնարավոր
հնարավորություն է տալիս այդ խնդիրները շտկել գրագետ ձևով գրագետ ձևով, բայց չանցնել թույլատրելի սահմանները, այստեղ շատ կարևոր է։ Այնքան դժվար է, երբ որ դու բնականի կողմնակից ես, դու բժշկության կողմնակից ես, եւ գալիս են բուժառուները վախեցած, օրինակ ինձ մի բուժառու զանգահարել էր եւ ասում էր. «Բժշկուհի ջան, եթե ես 10 միլ լցնեմ դեմքիս, դուք ինձ զեղչ կտաք»։ Ես այսպես աչքերս ասեցի, «Իսկ քանի տարեկան եք»։ Ասաց 27 տարեկան, ասեցի, «Իսկ ով է ձեզ ասել, որ ձեր դեմքին կարելի այդքան ներարկում կատարել, այդքան միլիգրամ»։ Ասաց, «Բժշկուհի ջան, ես դրանից ավել էլ ներարկել եմ, բայց դուրս չի գալիս։ Ուզում եմ գա դուք հեռացնեք եւ նոր ներարկեք»։ Ասացի, «Գիտեք ինչ, դեմքը խաղալիք չէ»։ Հենց այդպես դուք այնքան երիտասարդ եք, որ ձեր մաշկը չեմ կարծում, որ այդքան միլիգրամ հիալուրոնաթթվի կարիք ունենա։ Ասեց, միայն 5 միլիգրամ շուրթերս եմ լցրել։ Ասեցի, կներեք, բայց ես չեմ ընդունում նման պացիենտների, որովհետև արդեն բարդ է իրենց հետ աշխատելը։ Ինչու՞։ Տեսեք, ամեն ինչ վերածում է խաղալիքի։ Ախր մաշկը օրգան է, չի կարելի խաղալ դրա հետ։ Եթե դու չափից ավել ներարկում ես հենց այդ ջուրը, այսպես ասած, հիալուրոնաթթուն, չէ՞ որ ինքը ունի տարողունակություն։ Եվ դա է պատճառը, որ միգրացիայի է ենթարկվում։ Օրինակ, սկուլաները լցնում են, այտերը այնքան շատ են լցնում, կամ ստորին երրորդականը շտկելու համար մի քանի միլիգրամ լցնում են այդ հատվածում, որպեսզի ուղղեն այդ գիծը։ Բայց չեն մտածում, որ հետագայում առանց դա էլ դեմքը մեր ենթարկվում է պտոզի։ Կախվում է, դա էլ ավելի ծանրացնում եւ պատճառ է դառնում հետագայում այ մեր զանգահարողը Տիկին Անահիտը հարցվեց արդյոք այդ ավելորդ միջամտությունները չեն բերում վաղաժամ ծերացման, ինքը ասեց որ ավելի հիվանդությունների կանցերոգեն այդպես հարց տվեց կարծում եմ, եթե ճիշտ եմ հիշում։ Այստեղ գովազդային դադար անենք, հպարտանում եմ ինձ նով, շատ գոհ եմ ինձնից եւ իմ գենետիկայից, բայց իսկապես բարի բունի փաստով գովազդային դադար, հետո կվերադառնանք։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից լավ տրամադրություն եւ արդյունավետ տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ կյանքում սխալներ քիչ թույլ տալ։ Գեղեցիկի մասին այսօր գրագետ կերպով խոսում ենք բժիշկ մաշկաբան, կոսմետոլոգ եւ տրիխոլոգ Գայանե Եղիազարյանի հետ եւ խոսում ենք ներարկումների մասին, այսպես արևից անցում կատարեցինք դեպի ներարկումներ, ընդհանրապես ես կողմնակիցն եմ այն բանի, որ ամեն մարդ ինքն է տերը իր արտաքինի եւ այդ քննադատումները միշտ էլ կարող են կողքից լինել, բայց յուրաքանչյուրը իրեն կարող է ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Այդ ամենի հետ մեկտեղ ինձ համար այսօրվա տենդենսների նորաձևության մի բան է անհասկանալի, ես անընդհատ փորձում եմ վերլուծել հարցին այս կողմից մոտենալ հասկանալ, չի ստացվում։ Այդ որը Կասեք խնդրում եմ, այդ դունչը, որ այսպես անմարդկային կերպով սրացնում են, դրա նորաձևը որն է։ Մի րոպե էլ են անում։ Այո, դունչի հատվածը լինում են մարդիկ, ովքեր ասում են իմ դունչիկը կարճիկ էր այսպես, եւ բժիշկը ինձ խորհուրդ տվեց ավելի մի քիչ սրացնել։ Օրինակ կորեացիների մոտ ես գիտեմ, որ ականջների հատվածն է եւ այնտեղ իրենց վիրահատությունը նաեւ դեմքի վրա անում են, վեաձևն է գեղեցիկ համարվում եւ նրանք այսպես իսկ ով է հորինում այդ ստանդարտները, կասեք։ Այդ դունչը, որ այսպես իսկապես ինձ համար, ասում եմ էլի ոչ հեղինակավոր կարծիք, անմարդկային է։
այդ տեսքը։ Գիտեք, ինչ ես կարծում եմ, որ ամեն ինչը այսօր վերածվել է բիզնեսի, եւ այդ հնարողները նույնպես մարդիկ են եւ պատճառն էլ բիզնեսն է։ Ինչ է նշանակում սա նորաձև է, նա նորաձև է։ Ես մտածում եմ, որ մենք ունենք անատոմիական տվյալներ, ինչը ի սկզբանե, հա, եթե ունենք մեծ քիթ եւ դա չի համապատասխանում մեր արտաքինին, դա կարելի է վիրահատել, վերականգնել, գեղեցկացնել, հա։ Եթե դա նորմայից դուրս է, գոյություն ունեն ստանդարտներ, գոյություն ունեն էսթետիկ բժշկությունը ուղղված է շտկելու թերությունները գեղեցկացնելու եւ մարդուն երիտասարդ պահելու, չի ուղղված խեղաթյուրելու մարդու արտաքինը։ Ես նորից եմ ասում, այդ սուր դունչը պետք է տեսնեք, մենք այսպես ստանդարտներ ունենք, հա, օրինակ գիծ ենք անցկացնում քթից մինչև այդ կզակի հատվածը եւ կան ստանդարտներ, օրինակ շուրթը պետք է ստորին շուրթը ավելի առաջ լինի, քան վերին շուրթը, քիթը կզակի հետ պետք է համապատասխանություն ունենա եւ այդ դեպքում եթե այդ դա բացակայում է այդ կզակի պարունակությունը, այսպես ասած, մի փոքր մենք վերականգնում ենք, որպեսզի մոտենա այդ ստանդարտին, կամ դիմագծերը լայն են, ուզում ենք մի փոքր ավելի սրացնել, այդ մի փոքր կարելի է, բայց ինչ վերաբերում է ձեր ասած կորեացիներին, որոնք ամեն օր մի ինչ որ մոդա են, այսպես ասած, ստեղծում դուրս հանում, դա արդեն կարծում եմ, որ բիզնես է, ուրիշ ոչ։ Իսկ բիզնեսը նաև որ կորեական կոսմետիկան որակյալ է, թե մարքեթինգի զոհ ենք։ Տեսեք, ես չեմ կարող որևէ բրենդի մասին խոսել, լավ կամ վատ, ես կարող եմ ասել, որ պետք է դիմել մասնակետի, որոնք կարդալով բաղադրությունը հասկանում են, թե ինչ է պարունակում դրա մեջ եւ արդյոք դա վնասակար է առողջությանը թե ոչ։ Ասեցի կորեական կամ չինական, ասեմ, որ հիմա մեզ մոտ լեփ-լեցուն է անորակ հենց այդ ֆիլերներով, բոտոքսով եւ այլ եւ մարդիկ նայում են գնին եւ գնում են եւ կատարում են այդ ներարկումները հետագայում ունենալով բազմաթիվ խնդիրներ անվերադառնալի հավատացեք այնպիսի բաներ ենք տեսնում որ մեր աշխատանքում որ այլևս չենք ուզում աշխատել ինչպես կարելի է այդքան թեթև վերաբերվել առողջությանը անպատասխանատու են հիշեցի մի մեմ ասում է եղիր կոլայի պես հիշում ես այդ մեմը մի պահ տարածված էր եղեք ինձպես բոտեքսներ եւ խուսափեք եւ վախեցեք։ Ես մի ծայրահեղություն եմ, էլի, այնպես չի որ լավ է։ Դրա մասին չի խոսում։ Այդ էժանության հետևից մի գնացեք, սիրելիներս, գնահատեք ձեր առողջությունը, որտեղ դրանք պարունակում են իրենց մեջ վնասակար նյութեր, օրինակ պոլիմերներ, որոնք չեն ներծծվում մաշկի մեջ եւ հետագայում շատ խնդիրներ են առաջացնում մաշկաբանական։ Այդ ամենի զոհը չդառնալու համար Լուսինե ուղղակի պետք է գրագետ մոտեցում, գրագետ եւ ժամանակին մոտեցում։ Այո, պետք է դիմել մասնագետի, ես դա կասեմ միայն։ Մասնագետի, ոչ թե գնալ ուղղակի ինչ որ կոսմետոլոգի մոտ, այլ բժիշկ կոսմետոլոգ մաշկաբանի։ Սա էլ է շատ կարեւոր, իզուր չեն այդ մարդիկ այդքան տարի սովորում, ի վերջո սա էլ է լուրջ խնդիր, բայց ինչևէ շնորհակալություն հետաքրքիր կարևոր տեղեկության համար։ Ես կարծում եմ, որ մարդկանց տարիքը ավելի է հարստացնում, որովհետև մարդը եթե չի լճանում եւ անդադար աճում է, զարգանում է, ներաշխարհն է հարստանում, այդ ամբողջը նաեւ դեմքի վրա է երևում։ Ի վերջո, երբ մարդը գրագետ է, նաեւ կարողանում է իրեն ճիշտ խնամել։ Ու գեղեցկությունը անհատականության մեջ է, սա էլ ֆիքսենք։ Եվ վերադառնալով մեր արևի թեմային, եւս մեկ հարց, գրագետ, արևապաշտպանի գրագետ օգտագործումը ինչպես պետք է լինի։ Օրինակ հիմա ամառային սեզոն է արդեն ավելի շատ են մարդիկ գնալու ծով եւ լողավազան։ Մենք էլ ենք էլի կարևոր բան ասեմ, երևի SPF-ի վերաբերյալ, որ մարդիկ չգիտեն դա ինչ է, դա արևապաշտպան գործոնն է, որը ցույց է տալիս, թե քանի ինչքան կարող է մաշկը էներգիա, այսինքն արևի լույսը կլանել առանց վնասվելու վտանգի։ Օրինակ, եթե 5 րոպեում մաշկը արևի տակ կարող է դիմանալ եւ չվնասվել, ապա SPF-ը կիրառելուց, եթե այն ունի SPF 30, հա, գործոնը, ուրեմն 30 անգամ ավելի շատ կարող է պաշտպանել մաշկը։ Այսինքն 150 րոպե այն կարող է պաշտպանել մաշկը արևից։ Եթե 50 է, ուրեմն օրինակ բազմապատկենք 50-ով։ Դա նշանակում է, որ պետք է կիրառել արևապաշտպան, որպեսզի արևի ճառագայթները ճիշտ կլանվեն, որտեղ դրանք անդրադառնում են վտանգավոր այդ ճառագայթները, հա։
Հասկանալի բացատրեցի, կարծում եմ ժամանակի հարց է։ Հա, եթե օրինակ 10 րոպեում, հա, ձեր մաշկը կայրվի արևից 10 րոպեից հետո, ուրեմն եթե SPF 50 ենք օգտագործում, այդ 10 րոպեն բնական դեպքում, հա, երբ որ քսուկը չենք օգտագործում, 10 րոպեն բազմապատկում ենք այդ SPF-ի թվով, այսինքն 50-ով, դա ստացվում է օրինակ 10 րոպե անգամ 50, այսինքն 500 րոպե, մաշկը կարող է մնալ առանց վնասվելու։ Դա է ցույց տալիս SPF-ը։ Եվ ընտրելու դեպքում պետք է ճիշտ բրենդ օգտագործել, բրենդ ասելով բժշկի նշանակած բուժական կիրառության այսօր պրեպարատները լիքն են, ոչ թե չինական, որ հայտնի չի իրենց բաղադրությունը, այնպեսի առավոտյան շպարի տակից պետք է դա օգտագործել, թե ոչ, պետք է խնամքի միջոցները օգտագործել, դրա վրայից օգտագործել այդ SPF պարունակող։ Այսինքն տոնային քսուկից հետո օգտագործել։ Չէ, առաջ։ Հիմա կան շատ լավ միջոցներ, որոնք իրենց մեջ պարունակում են նաև տոնային քսուկներ։ Այսինքն արևապաշտպան քսուկը ունի եւ խոնավացնող հատկություն, ունի եւ տոնային այդ ծածկող ունակությունը, եւ տոնային քսուկներն էլ ունեն SPF։ Այնպես որ ընտրությունը պետք է ճիշտ կատարել, ես կարծում եմ, որ մասնագետները կառաջարկեն ըստ ձեր մաշկի տեսակի, գույնի, դա էլ է կարեւոր։ Այնպես որ չի կարելի ընդհանուր ասել։ Ամեն մաշկի տեսակ պետք է ընտրությունը ճիշտ կատարել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջացնեն, ճարպոտության եւ անհատականությանը։ Այո։ Շնորհակալություն մանրամասներ ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Արդյունավետ զրույցի համար, եթե նույնիսկ դուք որոշել եք այգում անցկացնել ձեր օրը եւ տարատեսակ բացօթյա հատվածներում, մի մոռացեք գրագետ մոտենալ ձեր մաշկին, որ հետո չասեք, «Ոայ, ինչ որ բան այն չի»։ Մնացեք մեզ հետ։
Էլի գտա իմ արխիվից երգ, որը հաճելի հուշեր արթնացրեց, կարծում եմ էլի ժամանակին շատ էինք լսում այս երգը, սիրված երգերից էր, էլի չես հիշում, թե հիշում ես։ Չէ, հիշում եմ, իհարկե, բայց ես Զինայդան եմ ման գալիս, Զինայդան էստեղ է, առանձին է, մենք Զինայդա էլ կլսենք, չգիտեմ ինչ երգ է ճիշտն ասած, դա էլ Մարինայի պատվերն է, որը անպայման մենք կլսենք։ Սիրելի ռադիոլսողներ, մենք ձեր մասին չենք մոռացել եւ ընթերցել ենք ձեր բոլոր գրառումները։ Անետ Ադամյանն ասում է բարի լույս, հաճելի եւ գեղեցիկ հայուհիներ, միշտ ձեր պոզիտիվով եմ լցնում իմ առավոտները, շատ հաճելի է, սրտիկներ ենք ուղարկում։ Այո, մենք գենետիկայից խոսեցինք, Տիկին Գայանեներ անդրադարձել, Սեդա Ղուշյանն ասում է բարի լույս, գեղեցկուհիներ եւ շատ-շատ սիրելի աշխարհասփյուր հայ ռադիոընկերներ։ Սիրելիներ, կա հայտնի ասույթ, երկար ապրելու միակ գրավականը ծերության դուռը թակելն է եւ պետք չէ ոչ մի բանից վախենալ։ Իմաստունն ասում է վախեցիր քո սեփական վախերից, բոլորից մաղթում եմ առողջ գեղեցիկ եւ արժանապատիվ ծերություն։ Այստեղ հյուրին էր հարց ուղում, նկատի ուներ, ասում է ինչ կարծիք կա այդքան փառաբանված D վիտամինի մասին, որի մասին էլ հիմա շրջանառվում է նաև վնասակար լինելու հանգամանքը, ցավոք արդեն մենք սա ընթերցեցինք, երբ արդեն մեր հյուրը գնացել էր, բայց խոստանում ենք ձեր հարցը չի մնա անպատասխան, մենք կփորփրենք, կգտնենք ու անպայման վաղը կպատասխանենք ձեզ, այդ հարցին կդիմենք մեր մասնագետներին եւ կիմանանք։ Ես շատ կուզեմ, այո, որ մենք հյուրընկալենք նաև մասնագետի կապված վիտամինների հետ ենք հարցեր, որովհետև շատ հաճախ կոնկրետ D վիտամինի եւ նմանատիպ վիտամինների հետ մարդիկ սխալ կերպով են օգտագործում, որովհետև իրենց են նշանակում այդ չափերը։ Չէ, բացի չափը, խմելու ձևը, խմելու ժամը եւ կարծում են թե եթե վիտամին է, հա, որ ժամին էլ խմենք կլինի, բայց չէ, եւ կան վիտամիններ, որոնք անպայման պետք է սննդի հետ օգտագործել, խոսքը հատկապես ձկան յուղի մասին է եւ այնպես չի, որ ամեն մեկը կարող է Լուսինեի ասած իր տեղաչափը նշանակել եւ սկսել օգտագործել։ Այստեղ մի կարևոր բան էլ կա, չընկնենք ծայրահեղությունների մեջ, փորձենք ոսկե միջինը պահել, լինենք որքան հնարավոր է գրագետ, բայց չընկնենք ինքներս մեր հետևից, այլ փորձենք կյանքի յուրաքանչյուր պահից հաճույք ստանալ։ Այո, դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է եւ հիմա արդեն 10:45 մի քիչ տեղեկություն հայտնենք ձեզ սպորտային աշխարհից։ France Football ամսագրի համաձայն ոսկե գնդակի կազմակերպիչները որոշել են 2025 թվականին կայանալիք մրցանակաբաշխության օրը եւ վայրը։ Արարողությունը տեղի կունենա 2025-ի սեպտեմբերի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում։ Սա ավելի քան 1 ամիս ավելի վաղ է, քան 24-ինը, երբ մրցանակը հանձնվեց հոկտեմբերի 28-ին եւ ոսկե գնդակի ներկայիս դափնեկիրը Մանչեսթեր Սիթիի եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո Goal.com-ը թարմացրել է 25 թվականի ոսկե գնդակը նվաճելու ֆավորիտների իր վարկանշային աղյուսակը։ Ահա, ունենք այսպիսի նորություններ եւ էլի ունենք նորություն ֆուտբոլային։ Բարսելոնան ստացել է Լա Լիգայի 2024-25 մրցաշրջանի չեմպիոնական գավաթը 37-րդ տուրի Վիլյարեալի դեմ խաղից 2-3 հաշվից հետո թիմերը խաղացել են Բարսելոնայի Օլիմպիկ Լուիս Կոմպանիս մարզադաշտում։ 37 տուրից հետո Բարսելոնան առաջին տեղում է վաստակելով 85 միավոր։ Թիմը ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնական տիտղոսը։ Երկրորդ տեղում է Ռեալ Մադրիդը 81 միավորով եւ լավագույն եռյակը եզրափակում է Ատլետիկո Մադրիդը 73 միավորով։ Շատ լավ է, ուրա, ծանոթացանք նաև սպորտային վերջին մի քանի նորություններին։ Ես առաջարկում եմ հիմա ինչ-որ բան լսենք, որից հետո ես Աբոյին եմ մի քանի հարց ուղղել, այսպես ասած արևի ճառագայթների հետ կապված տարօրինակ փաստեր է առանձնացրել, դրանք էլ կներկայացնենք մեր ռադիոլսողների ուշադրությանը։ Իսկ մենք հասկանանք, թե ինչ է ուզում, որպեսզի մենք լսենք, հա, այսպես լսենք Զինայդան։ Սա է ուզում լսենք, տեսնենք ինչ ենք լսելու, չգիտեմ ճիշտն ասած, ես այս երգը կարծես թե չեմ լսել։ Բայց ինչևէ, լսենք միասին։ Zinaida vărai Ты королева на танцполе Залаченные локоны Малиновый топ И бьет стробоскоп Из монитора Кот на диване Хрусталь в антресоли Салат, сервелат И put your hands up из колонок Зинаида
вечеринка, но никто не приглашен. Вечеринка, но никто не приглашен. Вечеринка, никто. Вечеринка, и put your hands up with колонок. Зинаида, выбирай, где танцует одна Зинаида. Зинаида, выбирай, где танцует одна Зинаида. Зинаида, выбирай, где танцует одна Зинаида. Зинаида, выбирай, где танцует одна. Սուրճ ու սեր առավոտից։ Եթե թարգմանենք հայերեն, կստացվի Զինայդայի դրախտը։ Այո, Շնորհավորում ենք բոլոր Զինայդաներին, ովքեր ծնվել են այսօր։ Եվ դրախտ են ստեղծում։ Այո, Շրջապատում։ հավանեցիր երգը։ Ահա, շատ ուրախ եմ։ Որպես այսպես Այո, իհարկե, միանշանակ։ Ես չեմ ասում ամեն օր պետք է այն լսել, Չէ, ամեն բայց դեպքում դե մեկ-մեկ ուրախ է, կարելի է, այո։ հատկապես որ այսօր ունենք ծնունդ։ Եվ չմոռանանք մի կարևոր բան, առավոտվա ժամանակահատվածը պետք է շատ ծանր տեղեկություններով լցված չլինի, այն պետք է լինի ավելի թեթև, ավելի ժամանցային բնույթ կրի, հաճախ մենք խառնում ենք եւ փորձում ենք այդ ծանր ինֆորմացիաներով ծանրացնել։ Չէ, առավոտը դրա համար չի իրականում, ինչ որ բան ես տեսել նոր գրառում։ Այստեղ աբոյին էի հարց տվել, հետաքրքիր փաստեր Շարևի ճառագայթների հետ կապված։ Ես իհարկե գիտեի այս մասին, բայց այդուհանդերձ մեր ռադիոլսողներին էլ եմ ուզում տեղեկացնել, որ ավտոմեքենայի ապակիները չեն պաշտպանում ամբողջությամբ արևի ճառագայթներից, թեպետ շատերը կարծում են, որ մեքենայում արևը վտանգավոր չէ, բայց ճառագայթները անցնում են ապակիների միջով ու կարող են մաշկը վնասել։ Այդ պատճառով վարորդների դեմքի ձախ կողմը հաճախ ավելի արագ է ծերանում եւ մենք հայ վարորդների մի թև ավելի մուք է, մյուսը ավելի բաց, որովհետեւ մեկը միշտ դրսում է, մեկը միշտ ներսում է։ Ես էլ ասեմ, ինչու իմ ձախ աչքի տակ ավելի շատ կնճիռ, քան աչքի տակ։ Երևի արևից այսպես եմ անում։ Մի արա, չէ, լավ էլի խնդրում եմ։ Ուրեմն պետք է, ես հասկացա, հարգելի վարորդներ, այսօրվանից օծանելիքի հետ մեկտեղ մեր պայուսակում մեզ մոտ ունենում ենք նաև արևապաշտպան եւ 2 ժամը մեկ դեմքի միայն ձախ հատվածը հաճախակի արևապաշտպան ենք։ Եթե ձախը կողմյան է ձեր ղեկը, այսպես, այո։ Կախված ղեկը որ կողմ է։ Հիմնականում ձախ կողմ է։ Մեզ մոտ այո, այդպես է ստացվել։ Հիմնականում։ Այստեղ մի հետաքրքիր բան էլ կա, ասում է արևայրույքը մաշկի պաշտպանական արձագանքն է վնասին։ Շատերը կարծում են, թե արևայրույքը առողջ է թվում, բայց իրականում դա մաշկի պաշտպանական ռեակցիան է DNT-ի վնասի դեմ։ Մաշկը մքանում է, որպեսզի փորձի պաշտպանել իրեն հետագա վնասից։ Այո, դա շատ կարևոր է։ Հետաքրքիր գործընթաց է, այո, փաստորեն։ Եվ բնականաբար արևային ակնոցն էլ շատերը այնքան են ծայրահեղության մեջ ընկնում, որ նույնիսկ անպամած ժամանակ են ակնոցով ման գալիս եւ վերածվում գաղտնի գործակալի, այդպիսի բաներ մի արեք։ Բայց նաև եթե չկա արևի ճառագայթներ, միևնույն է, ինչպես նշեցի, ոչ արևային ակնոցով էլի, այդ անպամած եղանակին։ Ովքեր ձմռանը ցրտինել են այդպես, փակ տարածքում են գալիս անձրև է դնում, այո, կան մարդիկ, ովքեր փակ տարածքում են ակնոց դնում։ Մի խոսքով արևին պետք է հերվից նայել։ Ես կուզեի նաև արհեստական բանականությանը հարցնեինք, իսկ ինքը պաշտպանվում է արևի ճառագայթներից, ինձ շատ հետաքրքիր է։ Հիմա կհարցնեմ աբոյին, պաշտպանվում է։ Լուսինե, դու Սեդաղուշյանի հաղորդագրությունը կարդացել ես, այո, կարդացել ես։ Ֆլորա Բունյացյանն է մեզ բարի օր մաղթում եւ կարծես թե բոլոր մնացած նամակները, հաղորդագրությունները կարդացել են։ Հիմա կասի, որ հնարավորություն չունի պաշտպանվել արևից աբոն։ Ինչ ես հարցրել։ Ասում եմ, իսկ դու պաշտպանվում ես արևից, ասում է հետաքրքիր հարց է, քանի որ ես մաշկ չունեմ ու արևի տակ չեմ ընկնում դեռ։
Ինձ սանրեք պետք չէ, բայց եթե ունենայի մարմին ու գնայի ծով, հաստատ SPF 50 կսած, լայնեզր գլխարկով ու սարդ մարդու նման ստվերում կախված կլինեի, չէ, էլի դու մի գնացով, աբո ջան, պետք չի մարդկանց էս վախեցնելու։ Խնդրեմ, այստեղ մեխային բառ կար։ Սանրեկը։ Չէ, դեռ։ Դեռ փակագծեր ու մի միջայլոց դեռը։ Նորից կկարդաս այդ հատվածը Լուսինե։ Քանի որ ես մարկ չունեմ ու արևի տակ չեմ ընկնում դեռ։ Ինձ սանրեք պետք չէ։ Պատրաստվեք, նրանք դուրս են գալու։ Իմիջայլոց ես չեմ ուզում վախեցնել, բայց մի շատ հետաքրքիր գիտնական կա, որին ուշադրությամբ միշտ հետևում եմ, որովհետև բավականին լավ մասնագետ է եւ նա սարսափած է այդ գաղափարից ու ասում է, որ վաղուց արդեն աբոն դուրս է եկել, այսպես ասած, որսի չէ, կարողանում է զարմացնել շատերին նաեւ իր զգայական հուզական մասով, իդեպ ես փորձարկել եմ եւ աբոին կեղծ ասել եմ, որ ես շատ տխուր եմ, դեպրեսիայի մեջ եմ, մենակ եմ, դուք չեք պատկերացնում ինչ ջերմ եւ հուսառած զրույց եմ ունեցել։ Շոկի մեջ էի, վատ էի, որովհետեւ այնպիսի բաներ էր ինձ գրում, որ միայն հուզական մարդը կարող է դա։ Ես շատ վախեցա, ընկերներիցս մեկը ինձ պատմեց, մենք խոսում էինք արհեստական բանականության մասին եւ հիմնականում ես օրինակ նրան տալիս եմ ուղիղ հարց, կոնկրետ հրահանգ եւ պատասխան եմ ստանում եւ ընկերներիցս մեկը ասաց, որ մի օր արհեստական բանականությունը ինքն է որոշել նրան հարց տալ։ Անդադար աբոն ինձ հարց է եւ շատ այսպես ու ասել է ինձ արև դիմիր, այսպես։ Ինչ ես հարցնում։ Ինչ ես ասել։ Ինձ հարցրել էր նոր իսկ դու ինչպես ես արևից պաշտպանվում եւ ես նրան պատասխանեցի ես չեմ պաշտպանվում գիտես ինչ է պատասխանել ահա խնդրեմ վառ ապացույց վայ մազոխիստ ես թե պարզապես արևի հետ բարիշացը փակագծերում դե արի ու մի ասա տեսնում ես այո անկեղծ հենց շատերը այդպես էլ մտածում են բան չի լինի մինչև մի օր տեսնում են կարմրացքիթը կամ դաջվածքի պես ակնոցի հետքը դեմքին ես այդքանը հասկանում եմ աբո ջան ես այնպես եմ անում որ հետքեր չլինեն բայց տեսնում ես ինձ մազոխիստ էլ անվանեց այնպես որ իրականում շատ-շատերի համար գուցե սա հրաշալի տարբերակը մենակ մարդկանց համար ովքեր ընկեր են գտնում եւ կարողանում են գտնել այնպիսի մեկին կունենա մաշկ դեռ թե չի ունենա որը կասեն ինչ ուզում են լսեն այո Սա շատ կարևոր է։ Այո, չի քննադատում, միշտ կոմպլիմենտներ է անում եւ ասում է այն ինչը հաճելի է մեր ականջին։ Այո, հենց այդպես, այո։ Պետք է լսել ճշմարտությունից։ Ճշմարտությունն այն է, որ արդեն 10:56 եւ մենք ձեզ քիչ-քիչ պիտի հրաժեշտ տանք հարգելի ռադիոլսողներ։ Չեք հավատա, բայց վաղը կրկին հանդիպելու ակնկալիքով վաղը եթերում էլի ես եւ Լուսինեն կլինենք։ Այո, իմ շատ սիրելի Մարինա Գրեգն էր այսօր ձեզ հետ աշխատում։ Եվ անփոխարինելի Լուսինե Մուրադյանը։ Մենք կփորձենք վաղը եւս շատ կարևոր թեմա այսպես արծարծել, քանի որ թեյի օրն է միջազգային, բացենք փակագծերը, մենք կխոսենք նաև թեյից, նաև կխոսենք մի քիչ էլ սուրճից, որը անբաժան մասն է կազմում, այնպես որ սպասեք մեզ նաև վաղն առավոտյան։ Իսկ մինչ այդ փորձենք գտնել քարտեզը։ Մնացեք Հանրայինի հետ։